մենք տեսանք, այնտեղ դուք ավելի այսպես ընդհանրական եք խոսում։ Դե կոռեկտ եմ հիմա, այտենց չի կարելի, ասենք հյուր եմ ես, ասենք ոնց եք պատկեր։ Շատ լավ, պարոն Սիմոնյան, բայց Հայաստանում այսպես ուղիղ եք ասում Ռուսլան Բալխանը օրեր առաջ ասում էր, որ ոչ թե ադրբեջանցի։ Իսկ կլինի իմ մասին խոսենք, ոչ թե 107 падգամավորներից մեկի։ Շատ լավ։ Հիմա ուզում եմ ասել, իշխանականները շատ ուղիղ են խոսում։ Անուն առանուն քանի անգամ ասում։ Ում անունն եք հեչ տվել։ Բոլոր են հայտնի դերակատարների։ Չէ, բաներ կան, որ ես չեմ ասելու, որովհետև դա կոռեկտ չի, դա մեր մասնավոր զրույցն է։ Հա, դու կշարունակես ինձ։ Եվ ասել եք, որ Ռուսաստանը մտադրություն ունի, հա, Հայաստանը բռնակցել Ռուսաստանին, հա միութենական կազմի մեջ մտցնել, այստեղ գեներացնում է ուժեր, որ ընտրություններով կարողանա ասեմ ավելին, ասել եմ, որ SVO անցկացնելու մասին են խոսում Հայաստանի տարածքում։ Հարգել SVO, սպეციальная военная операция։ Բառացի ամեն ինչ ասել եմ։ Հիմա չգիտեմ, որևիցե կոնկրետ ձևակերպում, որը որ դուք ուզում եք, ես ասել եմ, թե չեմ ասել, բայց ինչ որ ես այդտեղ ասել եմ, ես այդտեղ ասել եմ։ Այն ինչ որ իրանք մշտապես արձագանքում են, որ նման բան չկա, դրանք անհատներ են։ Ես ասել եմ, որ նաև падգամավորներից կողմից է նման բան հնչել, նման բան դիրքորոշում հնչել, դա էլ կարևոր չի հիմա նախընտրական բան։ Մի խոսքով նման այն ինչ որ ստեղ եմ ասել եմ ընդեղ, այն ինչ որ իրանք են ասել, երբ որ ես ստեղ ասել եմ, իրանք ինձ ընդեղ կրկնել են։ Պարոն Սիմոնյան, իսկ մի րոպե, վերջ ասեցի։ Ինչ են կրկնել, որ հավաքություն։ Դե ասեցի հիմա։ Ասեցի։ Համոզիչ եք դա, հավատացիք։ Թե հիմա գիտեք ինչ, քաղաքականության մեջ հավատի վրա հենվելը մի քիչ սխալ է, հա, պետք է նայես գործողությունների վրա։ Կտեսնենք, ես ձեզ ասեմ, որ իրանք ինձ մեզ վստահեցրեցին, որ իրենք որևիցե ձևով, որևիցե շահագրգռվածություն չունեն մեր արտաքին, ներքին քաղաքականության հետ կապված, իհարկե իրենց ինչ որ բաներ մտահոգում է, ինչ-որ բաներ մտահոգում է, որ իրանք հայտնեցին, մեզ ինչ-որ բաներ մտահոգում է, նույնիսկ ինչ-որ պա մեզ հաջողություն մաղթեցին գալիք ընտրություններին իշխող խմբակցությանը, այո, աջակցեցին, եթե տենց եք ուզում բանանել։ Այսինքն այդ խոսակցությունից հետո Ազատությունից 2-ով եք, հա, բանանում։ Այդ խոսակցությունից հետո հայտարարությունները, որ Ռուսաստանից համակարգված հիբրիդային հարձակումներ են իրականացնում Հայաստանի դեմ, իշխանության մտահոգությունները եւ հայտարարությունները կդադարեն։ Եթե այդ հարձակումների օրինակները շարունակվեն, իհարկե ոչ։ Լսի, ես նորից եմ ասում, դե գիտես ինչ, օրինակ մի բան ասեմ, թող պատասխանեմ հարցին, հասարակ օրինակ, իմ հանդիպումները պետական պաշտոնյաների հետ Ռուսաստանում եւ իմ շփումը եւ արձագանքը, որը ես տեսա իրանց լրատվական դաշտում, կատեգորիկ հակառակ։ Մեզ մոտ է սինխրոն չէ, Չէ, հարցը սինխրոնը չի, բայց մի համեմատեք նախ մեր աշխատանքը ու իրանց աշխատանքը, ես ձեզ չեմ համեմատում, որովհետև Շորոկ ջան, կլինի ես խոսեմ, թույլ կտաս խոսեմ, մի ընդհատիր ինձ։ Այն ինչ որ իրանք խոսում են ինձ հետ եւ այն ինչ որ ես լրագրողների հետ շփում ունեցա, հետո նայեցի իրանք ռեպորտաժները եւ այլն, դրանք կատեգորիկ տարբեր բաներ են։ Մեր մոտ, այո, դուք ընդդիմացան ես այսքան մարդականգնած 90% ընդդիմադիր լրագրողներ են եւ դա բան, բայց այնտեղ պետական լրատվամիջոցները, այդ եմ ասում, չէ, ստեղ դուք պետական եք շողիկ։ Չէ, պետականը Լսի, պետականը դաշտի 10%-ն է։ Այնտեղ որն է այն լրատվամիջոցը, որը դու կհամեմատես Ազատության ռադիոկայանի հետ, Ֆակտորի հետ, չգիտեմ, Տրիբունի հետ, որն է այդ լրատվամիջոցը։ Դու գիտես ինչի, որովհետև դու ինձ ընդհատում ես, իմ միտքն է կորում, քո միտքն է կորում ու մենք դառնում ենք ինչ-որ խոսակցություն։ Ինչա։ Ասում եմ ոչ ժողովրդաբար եք համարում Ռուսաստանը։ Նայ ջան, ոչ կոռեկտ հարցերի չեմ պատասխանում։ Դա կոռեկտ հարց չի։ Դուք արձանագրում եք։ Դա կոռեկտ հարց չի։ Ասում եմ կառավարական լրատվամիջոցներն էին հարցնում եւ կառավարական լրատվամիջոցները հայտարարություն էին անում եւ մեկնաբանություն էին անում։ Ես չգիտեմ նրանց ընդդիմադիր լրատվամիջոց կա, չկա, ինչ հայտարարություն արել, բայց հիմա դուք ինձ հարց եք տալի, որ ես շո գնահատական դեմ չեմ պատրաստվում։ Պարոն Սիմոնյան, վեհեցի այցի հետ կապված այդ 9 միլիարդ դոլարի ներդրումը, որ 5 միլիարդը ասեցին առաջին փուլով է, 4-ը երկրորդ փուլով է լինելու, բայց հիմա ասում են թարգմանչական սխալ է եղել, Ամերիկան չի պատրաստվում այստեղ։ Հետո ա տենց բան ասում։
տարածում են Վենսի ուղիղ խոսքը, որտեղ Ձևովի համակարգով Նարեկ Կարապետյան բոլոր այն դեպքերում, երբ որ խոսքը գնում է մեր երկրի անվտանգության հետ կապված հարցերում, լինի դա մեծ ներդրում, աշխարհաքաղաքական գործընթաց, Աստված մի արասցե ինչ-որ գործողություն, որը զինվորական գործողություն է, հիմնվեք պետական, մի հիմնվեք մասնավորի, այլ պետական լրատվամիջոցների եւ պետական հայտարարությունների հիման վրա։ Մնացածը հեքիաթներ են։ Հարցնել երեք ստացիոն ասվում էր վարչապետն նաև ասել էր, որ ատոմակայանի հարցով դեռ որոշում հստակ չկա, պետք է դեռ շարունակել ուսումնասիրել տեսակետներ եւ այլն, բայց երեք կարծես թե ԱՄՆ փոխնախագահը ուղիղ ասաց, որ մոդուլային ատոմակայանների հարցով գործակցությունը շարունակելու պայմանավորվածություն կա։ Սա արդեն ընտրություն չէ։ Շողիկ ջան, կրկին ոչ կոռեկտ եմ համարում խոսել մի բանից, որի ժամանակ ես ներկա չեմ եղել, վարչապետը վաղը չեմ հիշորը այստեղ հարցը պատասխանի է լինելու, եթե ընդդիմադիր գործիչները այդ հարցը կտան, թող տան վարչապետը արձագանքի, դուք հարցրեք, ես ճիշտ չեմ համարում խոսել գործադիրի, դա գործադիրի գործառույթն է եւ ես չեմ կարող խոսել մի բանից, որի քննարկման առնվազն չեմ մասնակցել։ Հա, հանդիպել եմ։ Բայց շողիկին վերջացնենք։ Նաև երեք հայտարարեց ընտրություններին անդրադարձավ Հայաստանում եւ սա ես ուզում եմ ուղիղ մեջ բերել պարոն Սիմոնյան ասաց, որ Ինչեւ շողիկը գտնի այլ հարց տամ, պարոն Սիմոնյան, ձեր մասնակցությամբ Վենսին դիմավորման արարողությունը քննարկվեց նաև ասում են խորհրդարանի առաջնային մանդատ ունեցող կառույցի ղեկավարը ինչպես է դիմավորում գործադիր իշխանության։ Ոչինչ, որ ինքը սենատի ղեկավարն է, նաև։ Այդ մարդիկ գոնե կարան գրագետ լինեն։ Հիմա էլ գնում եմ ճանապարհում։ ԱՄՆ փոխնախագահը նաև սենատի ղեկավարն է։ Այսինքն ես սենատի ղեկավարով պետք է սենատի ղեկավարին դիմավորի։ Մենք սենատ չունենք։ Մեր պարլամենտ, այսինքն Մատվիենկոն Ռուսաստանի սենատի ղեկավարն է, Վենսը միևնույն ժամանակ հանդիսանում է սենատի ղեկավար, այսինքն անգրագետ մարդկանց Էթիկային պահեք, պարոն Սիմոնյան, որով նաև կրթության, գիտության նախարարներ, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարարներ, բայց նա Երևանի քաղաքապետ։ բայց Երևան է գալիս որպես ողջունող մարդ, այսինքն ուզում հասկամ, այս սաղ, այս 9 միլիարդի, չգիտեմ, անօթաչո թռչող սարքերի, խաղաղության, դրա կարևոր էր Ավինյանը, Ալենը ճիշտ արեցին, ավելի, ասենք, լուրջ եք համարում սա։ Ես պարոն Փաշինյանը չեմ։ Որովհետև Փաշինյանն ու Վենսը համաձայնություն են ձեռք բերել, որ կաթողիկոսի հետ չհանդիպի Վենսը, այս մասին ինչ կասեք, հանդիպում լինելու է այնուամենայնիվ վեհապարի հետ։ Ես չեմ կարծում, որ նման խոսակցությունը ընդհանրապես տեղ գտել, վստահ եմ, որ այդպես խոսակցություն չի եղել եւ ես գիտեմ, որ մի քանի ժամից պետքա գնամ օդանավական, իրեն ճանապարհեմ։ Բայց արարավակարգի մաս չէ, վեհապարի հետ հանդիպել։ Նման չէ, ով է, ինչի մենք կրոնապետություն ենք։ Մի հատ անջատեք ձեր մեջ այդ կրոնապետություն գաղափարը։ Մենք կրոնապետություն։ Ուրեմն չի եղել նախկինում ազգային ժողովի նախագահ այսքան բան չէր, հասանելի չէր ձեզ։ Էլ ինչ նախկինից օրինակ բերեմ։ Արարողակարգով է դա նախ